Եղուներիս հետ աշխատանքը հենց նոր վերջացրի, սիրելի հետևորդներ ջան, բարևում եմ բոլորիդ։ Մի քիչ հետո աշխատանք եմ գնալու և անձրևային հենց որ վերջի փեթակը նայեցի, վերջացրի, անձրևը վրա կա լավ, այս պահին կտրվել է, բայց ինձ թվում է մի քանի տեղից են թոփերը կրակում, ամբը կռկռում է, հետ սև ամբերը վակվեցին, բայց թե սոխակներս երգում են, չգիտեմ, մենակ թե կարկուտ չկա, անձրևը օգուտ է, չնայած թվում չի, որ մարդիկ գործ անեն փաղուբաղ չեքում, ես ասենք լա այս վիճակին, սաղ գործերս հետ ընկավ, ուրեմն այսօրվա մեջ իմ անփուշմոշի թփերը սկսեցին ծաղիկները բացվել, հեսա սպիտակին է խփում, անձրևն էլ կատկթում է, չգիտեմ, կվարարի կգա, երբեմն պատահում է, որ այս թոփերը այնքան են կրակում, անձրևն էլ են փախցնում, այս ներքևը, որ անփուշմոշի թփերի շարք ունեի ու արանքները փորել էի, խոտակալել է, հրախած բանը սենց է էլի, բայ ես փորեմ, մաքրեմ, հետո եծը հենց կնան չի, այն ուրիշ գույնի, որ երևում է, զայ, այդքանը թելու կա, սիրելի հետևորդներ ջան, չգիտեմ, այս ոնց ստիլիլ, այս ինչ դիմանել, ուզում եմ շուտ լիվնանամ, որ իմ գործերը վաղտեց հանեմ էլի, ուշացրի որն ա դե, իրան հենց է էլի իլում, գնամ իմ աշխատանքին, եթե լույսերը լինեն, կմիանամ ձեզ։ Անձրև ջան համբերի, տեղ եմ հասնում, սելավ չանես, զանցիկ եմ վերցրել իհարկե, սիրելի հետևորդներ ջան, միծերին ամբը կռկռում է, տանից գնա, մին այն կռներին արդեն սելավ է, եսա մեզ կհասնու, ես իմ առաջի մտիկ անեմ, վեր չգնիմ, եսա կհասնում գործիս տեղը, ես որ կռնուցա, լալվարի կռնուցա, լալվարի կռանն արդեն, այնտի վրա է կալել լալվար, ըխտորան, այնտի գալիս արդեն, այ, հասա, սելավատար չլիմ, անձրևը վարարեց, ես հասել եմ իմ գործի տեղը, աշխատանքից եկել եմ, սիրելի հետևորդներ ջան, և նորից անձրև է սկսվում, ու իմ սիրուն պատկերասրահը սենց սևակնել է, մի քիչ էլ սպասեմ, այնան ինչ է կատարվում, աստված բարին կատարի, րոպեների ընթացքում վարարեց, մի քանի հատ բարակ կարկուտ խփեց, ոնց որ թե անձրև ա դառնում, այդ այս կողմից նոր թափով գալիս ա, պատուհանները կիսաբաց էի թողել, անձրևը տուն չլցվի, սիրուններս ստեղ են, կարկուտը փախավ, սիրելի հետևորդներ ջան, լավ բրծանք, էլ թե կգա գալ չի, գիտեմ ոչ,
Չէ, ոնց որ միտք չունի կարկուտի։ Բայց այն կողքը ճոճկանա արևում չի։ Տենաս ինչ կատարվեց հնդի, քանի որ այն կողքիցն եկավ։ Մի տեղ էլա կարկուտ չան է, Տեր Աստված։ Ջան, արև դուս եկավ։ Անձրևը փախավ, կարկուտը հետը տարավ։ Թող գնա ժարքարերի վրա գա կարկուտը, ճոճկանն էլ պարզատեց։ Արևի շողքերը պլպլին ատալի, կարողա ձյացանելի դուս եկած, ես այսքան վաղտ ստի նստած էի։ Արևը այս կրնուցա գնում մեր մտնելու, հազար ափսոս, ստյան երևում չի, բայց ատո իմ սիրուներն են երևում, այ ծանրությունից, ես ուրա գնացել, տեսը բերեմ հլա, ծաղկ է գնդակը, այ պուպուշիկը, հլա գնամ տենամ ձյացան կա, Սյալները որ մեջան ծուկ էին ձախում, ծուկ են բերել, որ նայում էի տենամ ձիհացան կա, թե չեն, ես ինչ ասկան, տեսամանի մեջ տնեմ ստեղ, սիգա ծուկ եմ հարել հեսա, ասեցին թալմա, թորը մաքրածա, թեպուկները մաքրածա, մեծում են դեպքում, ես էլ կմաքրեմ, տոպրակում են դրել, բայց երևի իրան ձարքից էր, որ տոպրակն էլ էր ծկոտ, շատերը ձկի հոտը տանել չեն կարողանում, բայց թե եթե տուտելիքա ուտում եք, արդեն էլ իհարկե եթե թարմ է լինում, արդեն տհատ չէ, իմ համար տհատ չէ ձկի հոտը, ձյացանը չկար, սիրելի հետևորդներ ջան, որը զարմանալի էր, այդքան վար առանձրևից հետո մի անգամից պայծառ արև, դե գիտեք, ձյացանը երբ է դուրս գալի։ Եվ ինչ երևույթ է դա։ Բնության հրաշքներից մեկն է, եւ իհարկե ամենակախավորը Աստծո ուխտն է իր ժողովրդի հետ։ Որ ջրհեղեղներ չլինեն, սիրելի հետևորդներ ջան, եթե ամեն մի գիտություն սկսում ենք ուսումնասիրել, շատ բաներից ավելի լավ տեղյակ ենք լինում։ Ես իմ կոֆեն գրել եմ և ֆեյնում։ Դուք էլ ձերը դրեք, միացեք իմ արգիքին, մի փոքր զրուցենք, չնայած հիմա օրի այն ժամն այն թունդ վաղտնն է, որ պետք է գնամ հավերից ցորեն տամ, եթե կայնամ կանանչել տամ, ջուրը պակասած կլինի, ջուր տամ, ձուն էլ հավաքեմ։ Բայց թե մինչև կոֆեն կեփի, գիտեմ, որ շատ-շատերը անհանգիստ եք իմ համար, մտածում եք իմ համար, որի համար շատ շնորհակալ եմ բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, եւ ուզում եմ այս ընթացքում զրուցեմ իմ վիճակի մասին, որ ընկել էի, ջարդխուրդ է եղել, այդ մասին։ Գնացի բժշկի ռենտգենի եւ ներվապաթոլոգի մոտ, պատասխանները արդեն ներվապաթոլոգի պատասխանը հենց այդ օրը միջապես վերցրել էի, իսկ ռենտգենի պատասխանը հաջորդ օրը հարևան գյուղից մարդ է եղել այնտեղ, ուղարկել են Արջիս գյուղից։ Լավ չէ, որ գյուղերով էլ լավ հարևաններ ենք լինում, նաև Արջիս գյուղից հետևորդ ունեմ, ով ապրում է հեռավոր Սիբիրում։ Ողջույն սիրելիս։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, ընդհանրապես, երբ որ առիթ է գալիս է, հատկապես այդ առիթը բոլորս էլ օգտագործում ենք ու թող բոլորիս համար բարի առիթներ լինեն, միմյանց ողջույններ փոխանցելու։ Սիրելի հետևորդներ ջան, տեսնում եք, որ դեմքիս շպիտ կա, քանի որ կոտրվածք չունեմ, բայց սենց մի թեթև ուզում եմ զրուցել այդ ուղղությունով, դե արդեն ասել եմ, գիտեք, որ ուղեգրով եմ գնացել ու երբեմն մեր աշխարհում, երբեմն միգուցե բոլորս էլ մեր հոգոխորքում այդ ուղեգրով, որ գնում ենք բժշկի մոտ, մի քիչ հենց մենք ինքներս մեզ մեր մոտ անվստահություն է առաջանում ինքնաբերաբար, չգիտեմ, դա բոլորս էլ այդ զգացողությունները ունենում ենք, հետո վստահ չենք լինում պատասխանից, քանի որ հատկապես երբ որ
ցավերի մեջ ենք լինում, իհարկե դեռ ցավում է, շատ ուժեղ էի վայր ընկել, սիրելի հետևորդներ ջան, ոնց կատակով են անգամ մասի, շատ թափով դրմիշ է ելել և դեռ ցավեր կան։ Արագիլի նման երբեմն մի ոտքի վրա եմ կանգնում, միշտ հարցա չէ առաջացել, թե ինչ է Արագիլը մեկ ոտքի վրա կանգնում, երբեմն ես էլ Արագիլի նման մեկ ոտքի վրա եմ կանգնում, երեք որ մեղուների վրա աշխատանքներ էի կատարում, ասեցի չէ, որ ձախ ոտքս է շատ ցավում, ծնկներս ոչինչ չկա, սանջարդ է, փառք Աստծո, ճաքեր էլ չկա, սիրելի հետևորդներ ջան, ոտնաթաթս է շատ ահավոր ցավում և գիշերները նույնիսկ ցավից վեր եմ թռչում, ծակոցներ է լինում, բայց պատասխանի մեջ նշված է, որ տրավմաներ չկան, կոտրվածք չկա, փառք Աստծո։ Բայց հարի ու տես դրա փոխարեն հեռախոսս ա կոտրվել, քանի որ ձախ կողմի վրա եմ հիմնականում, որ այդ թափը ձախ կողմի վրա է եղել, հեռախոսս էլ ձախ կողմի իմ շորի ջեբին ա եղել, այդ ամբողջ թափը հեռախոսս իրա վրա ա վերցրել և հեռախոսից մեջքը շատ ահավոր ջարդվել ա, սիրելի հետևորդներ ջան, այս օրերին նույնիսկ չէի նկատել, որ դուրս եկա, գնացի տեսնեմ ձյաձան կա թե չէ, հետո որ չկար, եկա տուն, որ ձեզ միանամ, տեսա գազերը չկա, ասիցի երևի այսքան սելավները միտեղ ինչ-որ մի բան վնասել ա, հետո չուզեցի, որ բրիտան միացնեմ, ասեցի լավ, մի փոքր էլ սպասեմ, գազերը կտան, հետո նոր ձեզ կմիանամ, որ համիմ կոֆեն շուտ և իմանավան, որ աշխատանքից տուն եք գալի բոլորս էլ, եթե անգամ սոված ենք լինում, ուզում ենք ամեն առաջ կոֆե խմել, քանի որ կապվածություն է առաջացել և իհարկե շատ ենք սիրում, ես կոֆե շատ եմ սիրում, հատկապես սև կոֆեն, սիրելի հետևորդներ ջան, այն տուփերի կոֆեները, ինչքան էլ թանկարժեք լինի, այդքան էլ չեմ սիրում, անկեղծ, իմ կոֆեն եփեց, անուշ բույրը տարածեց, հիմա սիրելի հետևորդներ ջան, ուրախացել եմ, բայց այս օրերին արդեն 7 օր ավել ա, որ ես չէի նկատել, որ իմ հեռախոսի մեջքը այդպես ջարդվել ա ու չեխոլը վրան, չէի պատկերացնի, երբեմն բոլորս էլ մեր հեռախոսի չեխոլը հանում ենք, որ մաքրենք, չէ, մի փոքր նստեցի, ասեցի սպասեմ, եսա գազերը կտան, հետո այդ ընթացքում բացեցի հեռախոսս, որ այս օրերին իմ վիճակը գիտեք ինչ վիճակների մեջ ընկա, հերթով, ոնց որ վատ երազի մեջ լինեմ դեռևս, սիրելի հետևորդներ ջան, հենց այդ մասին խոսում եմ, սիրտս լցվում ա, աչքերս արցունքոտվում ա, դե խոստացել եմ, որ շան թեման փակ ա, սիրելի հետևորդներ ջան, դրա համար չեմ ասում իմ զգացողությունների մասին, սկսել եմ կարոտել, շատերդ ինձ լավ եք հասկանում, ես լավ գիտեմ, որ ինձ լավ եք հասկանում, քանի որ ինձ գրել եք, դուք էլ ձեր շների պատմությունները, մի խոսքով այդ թեման փակում ենք և հիմա խոսենք և փառք Աստծո, որ ես կոտրվածք չունեմ, այս ցավերն էլ, ինչպես որ մեր գյուղի բժշկուհին ասեց, Անուշ ջան ասեց, կամաց կանցնի, շարունակեմ այս դիգրակը քսել, ճիշտ ընտրություն եմ կատարել, ասեց, եթե շատ կնեղացնի, կարող ես ցավազրկող խմել, ցավազրկող էլ եմ վերցրել և գիշերները գիշերել, որ ցավից վեր թռա, ցավազրկող եմ խմել, սիրելի հետևորդներ ջան, միգ եմ խմել, բայց այդ միգը ինձ այդքան էլ չի օգնում, չգիտեմ, երևի կփոխեմ։ Հետո, որ այսօր էլ նստած, սպասում էի, որ գազերը կտան ու հեռախոսս բացեցի, չեխոլը հանեցի, որ թաց հանձեռոցիկով եմ մաքրեմ, մեկ էլ ինչ տենամ հեռախոսից մեջքը ջարդուխուրդ ա եղել։ Թող դրանով վերջ տրվի իմ անհաջողություններին, սիրելի հետևորդներ ջան, մենք լավ լինենք ու սիրում ենք, չէ, բոլորս էլ ասել, ինչ լինելու ա, թող ժեշտին լինի։ Ճիշտ է, իմ հեռախոսը իմ համար ժեշտի կտոր չէ, ես հենց հիմա այդ հեռախոսով եմ ձեզ միացել, հիմա մտավախություն ունեմ, որ ամեն պահ կարա այդ ջարդվածը
փշրվել, մասերի բաժանվել iPhone-ը, իսկ գիտեք, որ iPhone-ների մեջքը չի բացվում, կպած է ու շատ ահավոր ջարդվել է, ցույց կտամ, հայելու առաջ կկանգնեմ եւ ցույց կտամ, սիրելի հետևորդներ ջան, մյուս հեռախոսս Samsung հեռախոս ունեի ու հասկացա, որ պետք չէ, որ երկրորդ հեռախոս էլ պահեմ եւ նվիրել եմ մի մարդու։ Էդ էլ ա պետք մեր կյանքում, որ նվիրենք էլ, մեկին լավություն անենք, մեջի նկարները ջնջել եմ, այդ չիպա բանա հանել եմ ու իմ Samsung հեռախոսը նվիրել եմ, բացի այդ էլ նրանով, որ ամենասկզբում, որ վլոգերությամբ էի զբաղվում, նրանով էի նկարահանում կատարում, դրանով նկարահանումը լավ չէր էլի, ասենք որակը, վիդեոյի որակը լավ չէր լինում, իսկ այս հեռախոսը ինձ նվիրել է իմ տաթևս եւ սիրելի հետևորդներ ջան, արդեն 2 տարի ու կես է այս iPhone հեռախոսով, որ ես ձեզ եմ միանում եւ այսքան մենք կապվել ենք այս ընթացքում, դարձել ենք մի մեծ YouTube-յան ընտանիք, իմ ալիքում սեր ու ջերմություն է տիրում, հոգատարություն է տիրում, շատ շնորհակալ եմ բոլորից սիրելի հետևորդներ ջան, իհարկե վատն էլ է լինում, վատ մարդիկ էլ են մտնում իմ մեջ, նույնիսկ տոպրակի ճռճռոցների համար ինձ նկատողություն են անում, երբեմն հումորի են վերածում, երբեմն էլ ինչ-որտեղ հատկապես այս օրերին, որ ասում եմ էլի վատ երազեր, վատ երազի մեջ էր, որ դեռևս կարելի ասել չեմ արթնացել այդ վատ երազից, սիրելի հետևորդներ ջան, երեկ մեկին վիրավորել եմ, չգիտեմ, եթե ձեզ կհանդիպի ինձանից չնեղանաք, որ կոպիտ բառ եմ պատասխանել, կարող եմ այսպես էլ ասել եմ, դուք չկայացած օձ եք, հետո ծիծաղել եմ, պատկերացնում եք սիրելի հետևորդներ ջան, երբեմն մարդու համբերության բաժակը լցվում է եւ դա բոլորիս մոտ է այդպես պատահում, դրանով ես չեմ ցածրացել, երբեմն պետքա որոշներին իրենց տեղը ցույց տաս, երբեմն պետքա որոշների իրանց լեզվով իրանց հետ խոսես, որ զգան թե որը որից հետո է, դուք շատերդ ինձ լավ եք ճանաչում եւ գիտեք թե իմ հոգու խորքում ինչ կա, իմ հոգու խորքը ես միշտ սենց պարզ շիտակ, ես ձեր հետ զրուցել եմ իմ էմոցիաներով, իմ զգացմունքներով, իմ մտածելակերպով, մի խոսքով չշարունակեմ, թե չէ կողեստի խոսքեր կլինի եւ հիմա սիրելի հետևորդներ ջան, ուրախացա, որ կոտրվածք չունեմ, բայց հիմա էլ ահավոր անհանգիստ եմ, ամեն րոպե կարող է իմ iPhone-ի մեջքը փշուր լինել եւ եթե հանկարծ մի օր չտեսնեք, որ ես իմ ալիքը չկա, հնարավոր է պատճառը դա լինի ու չկարողանամ ձեզ միանալ, հիմա չգիտեմ ինչ անեմ, ախր ես հակառակ էր, ես թարս շրջանում, ուրիշ պատրաստություններ էի տեսնում, այս որ ընկել էի, սիրելի հետևորդներ ջան, մեր բալկոնում որ ընկել էի, հիշում եք, որ ասեցի առաջը բաց է, վերանորոգումը կիսատ է եւ այլն, նույնիսկ կարող եմ ցույց տալ, որ մեր բալկոնի պոլը տախտակով է եւ շատ տարիներ առաջվա, երբ որ այս տունը կառուցվել է, մի մասը ես ցեմենտ բիտոնով արդեն սարքել եմ ու գործը կիսատ է մնացել, քանի որ այդ ընթացքում զբաղվում ենք մեր երեխաների նպատակներին օգնելով, ասում ենք լավ, հետո այդ գործը հետ անկնում եւ այլ գործերով ենք մեր գումարը նպատակին դնում, այլ բաների համար ենք մեր գումարը ներդնում, բոլորս էլ այդպես ենք ու երբեմն այն բանը, որ թեկուզ եւ շատ ահավոր, շատ կարեւոր առաջնային է, մենք ծնողներս մեզ զրկում ենք ու մեր երեխաների համար ենք անում, դրանցից մեկն էլ ես եմ, իմ ընտանիքն է, սիրելի հետևորդներ ջան, եւ ուզում ենք, որ առաջնայինը մեր երեխաներին տանք եւ մեր թոռնիկներին տանք, ինչեւ է մի փոքր, շատ փոքր հոգեբհուստ ունեմ, շատ քիչ սիրելի հետևորդներ ջան, նույնիսկ կամաչեմ որ ասեմ,
Եվ հատկապես այս որ ընկա հենց այդ պահից սկսեցի չծախսել, որը որոշել էի, որ գնամ ու քանի որ մոտորերս 3 օր ազատ եմ լինելու, ասեցի հավերի մեկին պահ կտամ, հետո կգնամ Երևան կպտտվեմ, կգնամ տեսարժան վայրեր, այդքան գումար էի խնայել մի խոսքով այդ նպատակի համար, հետո կտրուկ որոշեցի, որ չեմ գնա շրջագայելու այդ 3 օրը, որպեսզի այս իմ սրտի այսքան նեղվածությունը անցնի, կտրուկ որոշում կայացրեցի, որ այդ գումարը ներկդնեմ և վարպետ կկանչեմ, արդեն իսկ զանգել եմ, խոսել եմ, պայմանավորվել եմ, որ գա իմ այդ բալկոնը ցեմենտ բիտոնով սարքենք և այդպիսով շարունակություն տանք։ Դա այնքան գումար չի, որ ես գնամ նոր հեռախոս առնեմ ու քանի որ վարկերի մեջ եմ, ծանրաբեռնված վարկերի մեջ եմ, նաև չեմ կարող նոր հեռախոս կրեդիտ անել, սիրելի հետևորդներ ջան, ախ Աստված ջան, ոչինչ, փառք Աստծո, մենք լավ լինենք, ինչ լինելու ա թող ժեշտին լինի, ինչ որտեղ այո նաև հեռախոսն էլ ա ժեշտ, այս պարագայում, որ կոտրվածք չունեմ, այնտեղ խոսքս կիսատ թողեցի, որ մի քիչ անվստահություն առաջանում, որ ուղեգրով եմ գնում բժշկի մոտ, մտածելով, որ կարող ա, որ ուղեգրով ա, դե եթե ուղեգրով ա, բնականաբար դա վճարովի չէ, և կասկածների մեջ ենք ընկնում, հիմնավոր թե անհիման, մարդկությունը այդ ձև ա, միշտ էլ մի անկյունում կասկած ենք ունենում, նաև հիմա որ ազատ եմ այս 3 օրերը որ պիտի գնայի շրջագայելու, ուզում եմ գնալ Վանաձոր կամ թեկուզ Երևան, չգիտեմ ոնց կստացվի և վճարովի ռենտգեն անցնել, հիմա ասեմ Ալավերդի քաղաքի ռենտգենը ոնց արեցին, սիրելի հետևորդներ ջան, ձևերը փոխվել ա, ասել Աշոտ Ղազարյանի են հումորին, հին ձևերով չի, այսինքն, երբ որ առաջ մեր հագուստը հանում էինք ու նոր էինք ռենտգեն անցնում, հիմա հագուստի վրայից ռենտգեն են արել, այդ ինձ մոտ մի քիչ կասկած առաջացրեց, սիրելի հետևորդներ ջան, բնույթով կասկածամիտ չեմ, նույնիսկ որ իմ շունը մկնդեղից թունավորվեց, սիրտս ոչ մեկի վրա սև չեմ անում, մտածում եմ կարող ա մի թունավորված առնետա գտել, կերել, բայց չգիտեմ, սիրելի հետևորդներ ջան, դժվար այդ մասին չեմ ուզում նորից խոսել, ինչևէ, եթե մարդու ձեռքով է, Աստծուն եմ հանձնել, եթե պատահաբար է, դե ոչինչ, պատահար էր եղել ա, այդ իմ շունս մի քիչ բկլիկ էր, դրա համար էր նեղացնում չախալեգին ու այդ պատճառով ես առանձնացրի, շատ էր բկլիկ ու իր բկլիկության հետ էլ շատ խելացի էր, ակտիվ էր, ուշադիր էր, լավն էր, ոչինչ, նկարներ ունեմ, այդ նկարները թերթում եմ, նայում եմ, այնքան էլ բարի հայացք ուներ, սիրելի հետևորդներ ջան, մի նկար կա, էդ էլ կտեղադրեմ, որ դուք էլ տեսնեք, թե ինչքան բարի հայացք ուներ, այն պահի նկարա, որ տաթևս էստեղ էր ու գնում էինք, դուրս էինք եկել մեր վառոդից ու այդտեղ վառոդից հետո սետկա կա, էլի սետկով ա շարունակվում ու այդտեղ արանք կա, այդ արանքով գլուխները կամ հանում էին կամ հետևից էին նայում, թեկուզ որ ես գնում էի աշխատանքի, մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, այ հիմա իրար կողքիդ հենց կանգնած տաթևս էր նկարել, ինձ ուղարկեց այդ նկարը, հիմա ես կտեղադրեմ այդ նկարը ու կտեսնեք, որ ինչ բարի հայացք ունի, իսկ չախալիկի հայացքը, քանի որ իր աչքերը չախալ ա, դրա համար նրա հայացքը մի քիչ շաղող հայացք ա, շատերս չենք կարողանում, չէ, չախալ մարդու աչքերին նայել, կա թենց բան իրականում, մի խոսքով, տարբերությունը շատ ա, սիրելի հետևորդներ ջան, կոֆես հիմա ես կխմեմ, այսքանը ուզեցի ձեր հետ զրուցել, արդեն իմացաք, այս ցավերը կամաց կանցնեն, հեռախոսիս մեջքի ջարդվածը հայելու առաջ կկանգնեմ, որպեսզի հայելին փոխանցի, կտեսնեք և
արդեն իսկ կվախենամ թե չեխոլը հանել, մաքրել, քանի որ հիմնականում այդ տեսախցիկի այդ մասն էի սրբում, նաև որ ձեռքիս շատ եմ օգտագործում, դե գիտեք, նաև փոշի է լցվում, դե գիտեք թե ոնց է լինում եւ ուշադիր միշտ թացանձեռոցիկով սրբում էի, որ մաքուր պահեմ։ Փաստորեն էկրանը սովորություն ունեմ միշտ դեպի իմ մաշկն եմ դնում, իսկ մեջքի կողմը դուրսն է ընկնում, միշտ էկրանն եմ մտածել, որ ուշադիր լինեմ, էկրանը չջարդվի, ինչքան էլ որ այդ էկրանի վրա մենք պաշտպանիչ բան ենք ամրացնում, բայց ամեն դեպքում նույնիսկ դա է խնայել պետք եւ արի ու տես, որ չեխոլը վրան, որ մտքովս անգամ չեր անցնի, ինչքան հարվածը ուժեղ եղել, սիրել է հետևորդներ ջան, որ իմ խեղճ հեռախոսը ջարդու խորթ է եղել։ Չգիտեմ, ոնց կլինի, արդյոք կարող եմ շարունակել դրանով նկարահանում կատարել, իսկ այն տեսախցիկները, որ հենց տեսախցիկ են, ոչ թե հեռախոս, նրանք ես չեմ ուզում, չգիտեմ, ինչու չեմ ուզում, որովհետև նրանց հետ գործողությունը ուրիշ է, նրանով նկարում են, հետո փոխանցում են նոթբուքին, նոթբուքի միջոցով նոր այդ ամեն գործողությունը մոնտաժային գործերն անում են, այդ ձևա սիրելի հետևորդներ ջան, եւ իմ կոֆեն արդեն հովանում է, քանի որ գործից եմ եկել, այսքան էլ անձրև սելավ եկավ, շատ կուզեի ձիածանը լիներ, հիանանք միասին, բայց ես հիմա գիտեմ, որ շատերդ ուրախացաք, որ կոտրվածք չունեմ, դե հեռախոսի կոտրվածքն էլ տեսնենք, ինչ կանենք, միգուցե, ես չեմ կարող հիմա շուտ գնել, քանի որ ծանրաբեռնված այն վարկը չեմ կարող գրիդի տանել, տեսնենք, միգուցե մեկը ինձ օգնի այդ հարցում, եւ Աստված առած սիրելի հետևորդներ ջան, նստեմ, կոֆես վայելեմ, որից հետո կգնամ արդեն ոնց որ ասեցի, օրվա այն ժամնա, թունդ ժամնա, պետք է գնամ կենդանիներիս, կերակրեմ, հավերին դուրս չեմ հանում, քանի որ արդեն պետք չի դուրս հանել, որովհետև վաղուցավոր փակել եմ, հատկապես հիմա էլ ծառերը ցոգոլի տակ են ու վստահ եմ, գիտեմ, իմ կյանքի փորձից գիտեմ, որ թռչում են ծառերի վրա ու ցոգոլը ուտում են հավերը։ Մի խոսքով լավ լինենք, առողջ լինենք եւ շարից, փորձանքից հեռու լինենք, սիրելի հետևորդներ ջան, վատ բաները, որ մեր հետ պատահում է, հնարավորինս հեռու լինի բոլորիցս, իսկ եթե լինում է ու դուք էլ ինպես, որ խորը ցավ եք ապրել, մեզ համբերություն լինի, թեթև տանենք այդ ամենը եւ Աստված առաջ, Աստված մեզ բոլորիս պահապան, սիրելի հետևորդներ ջան, բոլորից շատ սիրում եւ հարգում եմ, օդային պաչիկներս։ Հիմա մոտեցնեմ, հնարավորինս, որպեսզի ձեր տեսադաշտում լավ երևա, լույս ու ստվերը մի քիչ թույլ չի տալի, շողքեր ա գցում, մի 4-5 տեղից դուրս ցցված է այդ ճաքերը, ու մի անզգույշ շարժումից կարող է փշրվել, այդ վիճակն է անկել, ջարդված ապակու նման, որ ձեռք սկսում եմ, ծակծկում է այդ մասերը, դուրս ցցված է, այսինքն, եւ պետք է շատ զգույշ լինեմ, հիմա նորից զգուշորեն չեխոլը անց կկացնեմ, ու էլ չեմ բացի, չգիտեմ շարունակությունը ոնց կլինի, եթե մի օր տեսադաշտից կորչեմ, ուրեմն պատճառը սա կլինի, սիրելի հետևորդներ ջան, մենք լավ լինենք, մենք առողջ լինենք, ինչ լինելու է, ժեշտին լինի, եւ այսպիսով ավարտեմ վլոգս։